Բարև ձեզ։ Համաշխարհային խաղաղություն։ Մի թեմա, որի մասին անverջ խոսում են, բայց կարծես թե լուծում չկա։ Դե իսկ ինչ, եթե լուծումը գա միտեղից, որտեղից բոլորովին չենք սպասում։ Այսօր մենք կխոսենք մի շատ հետաքրքիր առաջարկի մասին։ Մի ամբողջական հոգևոր ծրագիր, որը ներկայացվել է ոչ ավել, ոչ պակաս հենց միավորված ազգերի կազմակերպությանը։ Լավ, եկեք տեսնենք, թե ինչի մասին ենք խոսելու։ Սկզբից կհասկանանք խնդրի էությունը, զինաթափման այս փակուղին։ Հետո կանցնենք բուն հոգևոր առաջարկին, կբացահայտենք, թե ինչ է այդ UUB, UUM, UUD ֆենոմենը, կնայենք դրա իրագործման 12 քայլերին ու կտեսնենք, թե ինչ վերջնական նպատակ է հետապնդում այս ամբողջ գաղափարը։ Ուրեմն, ինչպես ասացի, սկսում ենք խնդրից, որպեսզի հասկանանք, թե ինչու է նման արմատական առաջարկ արվել, պետք է նայենք իրականությանը։ Իսկ իրականությունն այն է, որ զինաթափման հարցում մենք 80 տարի է ինչ փաստացի տեղում դոփում ենք։ Սա է թերևս ամենակարևոր հարցը, որը բարձրացնում է այս փաստաթուղթը։ Լուրջ 80 տարի անցել է ՄԱԿ-ի հիմնադրումից։ 80 տարի անverջ քննարկումներ են եղել։ Ու ինչ, մենք հիմա կանգնած ենք սպառազինությունների մի լրիվ նոր մրցավազքի շեմին։ Ինչպես է սա հնարավոր։ Եկեք մի պահ նայենք թվերին։ Այո, եթե նայենք ընդհանուր թվին, կարող է թվալ, թե միջուկային մարտագլխիկները քչացել են։ Բայց այստեղ մի շատ կարևոր նրբություն կա։ Փաստաթղթի համաձայն այն զենքերը, որոնք իրապես մարտունակ են, այսինքն պատրաստ են օգտագործման, դրանց թիվը իրականում ավելանում է։ Այսինքն, ընդհանուր թիվը կարող է խաբուսիկ լինել։ Իսկ որտեղից է գալիս այս նոր մրցավազքը։ Իհարկե փողից։ Պատկերացրեք գրեթե $1 տրիլիոն։ Այսքան գումար է կանխատեսվում միայն ԱՄՆ-ի կողմից ծախսել միջուկային ուժերի վրա առաջիկա 10 տարում։ Ու սա միայն մեկ երկիրն է։ Այս աստղաբաշխական թվերն են, որ սնուցում են այս վտանգավոր մրցավազքը։ Այսպիսով պատկերն ավելի է մռայլվում։ Տեսեք, ունենք 80 տարվա ՄԱԿ-ի բանաձևեր, բայց վերջին 15 տարում զինված հակամարտությունների թիվը կրկնապատկվել։ Միևնույն ժամանակ խոշոր տերությունները ոչ թե կրճատում, այլ շարունակում են արդիականացնել իրենց զինանոցները։ Եզրակացությունը ըստ այս փաստաթղթի շատ պարզ է։ Այնինչ մենք մինչև հիմա արել ենք, ուղղակի չի աշխատում։ Դե եթե հին մեթոդները չեն աշխատում, գուցե ժամանակն է լրիվ այլ տեսանկյունից նայելու, հա։ Ահա այստեղ էլ բուն թեմային ենք հասնում։ Եկեք տեսնենք, թե ինչ է իրենից ներկայացնում այս, կարելի է ասել, արմատական հոգևոր առաջարկը։ Այս առաջարկի հեղինակը մի խումբ է, որն իրեն անվանում է Աստվածային ուժ 1-2-3, եւ նրանց մոտեցումը միանգամից տարբերվում է։ Նրանք չեն խոսում քաղաքականության կամ տնտեսության մասին, ինչպես իրենք են ձևակերպում, սա խորը հոգևոր եւ էվոլյուցիոն հայեցակարգ է։ Այսինքն, շեշտը դրված է ոչ թե արտաքին կանոնների, այլ մարդկության ներքին փոխակերպման վրա։ Լավ, իսկ ինչ է կոնկրետ այդ հոգևոր հայեցակարգը։ Դրա հիմքում ընկած է մի բան, որը նրանք անվանում են UUB, UUM, UUD ֆենոմեն։ Եկեք մաս-մաս բացենք այս հապավումը, որը կազմված է 3 շատ կարևոր, իրար հետ կապված գաղափարներից։ Ամեն ինչ սկսվում է UB-ից, այսինքն համընդհանուր եղբայրությունից։ Եվ խոսքը ուղղակի գեղեցիկ խոսքերի մասին չէ։ Սա կոնկրետ սկզբունք է՝ ստեղծել իրական, խորը կապ աշխարհի բոլոր դրական մարդկանց ու ուժերի միջև։ Նպատակը մարդկային հարաբերությունները գլոբալ մակարդակով առողջացնելն է։ Հաջորդը AM-ն է կամ միացյալ վարպետներ։ Սա արդեն շատ հետաքրքիր է։ Սա ըստ էության ՄԱԿ-ին զուգահեռ մի կառույցի առաջարկ է։ Պատկերացրեք մի տեսակ հոգևոր վերին պալատ, որի նպատակն է համաշխարհային կառավարման մեջ հոգևոր ու մարդասիրական սկզբունքներ ներդնել։ Եվ բնականաբար, երբ ունենք համընդհանուր եղբայրություն եւ հոգևոր կառավարում, այդ ամենը տրամաբանորեն հանգեցնում է UD-ին, համընդհանուր զինաթափմանը։ Սա արդեն վերջնական նպատակն է՝ լիովին վերջ դնել սպառազինությունների մրցավազքին։ Ոչ միջուկային, ոչ քիմիական, ոչ կենսաբանական զենք։ Ու հենց այստեղ է ամբողջ գաղափարի բանալին։ Փաստաթղթում շեշտվում է, որ այս երեքը UB, UM եւ UD իրարից անբաժան են։ Ինչպես իրենք են ասում, դա ամբողջական 3D հաղորդագրություն է, էլեկտրոնի, պրոտոնի ու նեյտրոնի նման։ Մեկը առանց մյուսի ուղղակի գոյություն չունի, համակարգը չի աշխատի։ Որպեսզի այս միացյալ վարպետներ գաղափարը օդում կախված չմնա, առաջարկը շատ կոնկրետ բան է նախատեսում։ Այն պետք է դառնա ՄԱԿ-ի հոգևոր զուգահեռը։ Տեսեք, ՄԱԿ-ն ունի անվտանգության խորհուրդ, իսկ UEM-ը կունենա հոգևոր խորհուրդ։ ՄԱԿ-ն ունի գլխավոր ասամբլեա, UEM-ը հոգևոր ասամբլեա։ Գաղափարն այն է, որ դրանք լրացնեն իրար։ Եվ սա ուղղակի ընդհանուր գաղափար չէ, շատ մանրամասն մշակված կառույց է, առաջարկվում է ստեղծել 9 կոնկրետ մարմին, տեսեք ցանկը, հոգևոր խորհուրդ, հոգևոր ասամբլեա, նույնիսկ համընդհանուր արդարադատության դատարան ու համընդհանուր դրամական հիմնադրամ։ Ինչպես տեսնում եք, մտածել են գրեթե բոլոր ոլորտների մասին, փորձելով դրանց մեջ հոգևոր բաղադրիչներ դնել։ Շատ լավ,
Գաղափարը հասկանալի է, բայց ինչպես այս ամեն իրականություն դարձնել։ Չէ՞ որ սա ուտոպիա է հնչում։ Դե, փաստաթղթի հեղինակները դրա մասին են մտածել։ Նրանք ներկայացնում են շատ կոնկրետ 12 կետից բաղկացած ճանապարհային քարտեզ։ Եվ ահա այդ քարտեզի մի քանի առանցքային կետերը։ Պետք է ասեմ, որ ժամանակացույցը չափազանց հավակնոտ է։ Ամեն ինչ պետք է սկսվի 2020-ի վերջին համաշխարհային արտակարգ դրություն հայտարարելով։ Հետո 2026-ին ամեն ինչ շատ արագ է զարգանում։ Գաղափարը ներառվում է կրթական ծրագրերում, անցկացվում են գագաթնաժողովներ խոշոր տերությունների հետ եւ մինչեւ տարվա վերջ հոկտեմբերին UM-ը, այս հոգեվոր մարմինը, արդեն պաշտոնապես ճանաչվում է։ Շատ սեղմ ժամկետներ են։ Լավ, ենթադրենք այս ամբողջ ծրագիրը հաջողվեց։ Ինչ է լինելու արդյունքում։ Ո՞րն է մեծ նպատակը։ Դե հեղինակների տեսլականով սա ոչ ավել, ոչ պակաս մի լրիվ նոր դարաշրջանի սկիզբ է մարդկության համար։ Այդ նոր դարաշրջանը նրանք անվանում են Սանգամ Յուգ։ Իրենց սահմանմամբ սա անսասան ճշմարտության եւ արդարության դարաշրջանն է։ Ըստ էության սա պարզապես բարելավում չէ, այլ մարդկային քաղաքակրթության զարգացման պարադիգմի լիակատար փոփոխություն։ Այսպիսով, ամփոփելով, մենք ուսումնասիրեցինք մի շատ անսովոր, բայց զարմանալիորեն մանրամասն մշակված ծրագիր։ Եվ անկախ նրանից, թե որքան իրատեսական կամ անիրատեսական է այն թվում, այն մեզ ստիպում է մտածել մի շատ խորը հարցի շուրջ։ Արդյոք հոգևորությունը տեղ ունի համաշխարհային քաղաքականության եւ կառավարման մեջ։ Եվ եթե այո, ապա ինչ դեր պետք է այն ունենա։ Այս հարցով էլ կավարտենք։ Շնորհակալություն ուշադրության համար։